1936 թվականին ԽՍՀՄ-ում ստեղծվեց երշիկի նոր տեսակ, որի մեջ օգտագործում էին բարձր որակի խոզի, տավարի փափկամիս, կաթ, ձու եւ աղ։ Սա հատուկ արեցին առողջական խնդիրներ ունեցող մարդկանց համար, իսկ երշիկը կոչվեց բժշկական։ Բարի օր, այսօր առաջարկելու եմ պատրաստել երշիկ տնային պայմաններում։ Կպատրաստենք եփովի երշիկ։ Այն կարելի է պատրաստել տարբեր տեսակի մսերով։ Ես կպատրաստեմ հավի կրծքամսով։ Հարկավոր է հավի կրծքամիսը աղալ։ Ուղղակի շատ ուշադիր հարկավոր է հեռացնել ոսկորները և ջլերը։ Սա գնաց արգանակին։ Հարմար կտորներ են կտրատում և աղում ենք այն։ Մսի հետ աղում ենք նաև 3-4 պճեղ սխտոր։ Խճողակին ավելացնում ենք 1 ձու և կաթ։ Մեկ պտղունց աղով համեմում ենք, սրանք էլ կարելի արդեն լցել կողքը։ Եվ լավ հարում ենք։ Որպեսզի աղացը չխանգարի, հեշտությամբ, տեսեք, հեշտությամբ ուղղակի հեռացնում ենք։ Այժմ պատրաստենք համեմունքների փունջ, լցնենք բաժակի մեջ հարիչի և շարունակենք հարել։ Համեմունքների համար առաջարկելու եմ հիլ տրորել, տրորում ենք միայն հիլի սերմերը, պատիճը հեռացնում ենք։ Հավանգի մեջ լցնենք նաև աղացած մշկնկույզ, ոտ մեկ պտղունց քարի, սա մի քիչ ավելի շատ։ Աղացած սև պղպեղ,
Լսում ենք նաև շաքարավազ։ Արխ շատ քիչ ավելացնենք։ Սա հարկավոր է լավ տրորել։ Լավ տրորելուց հետո ավելացնում ենք օսլա։ Տրորում ենք, որպեսզի գնդերը քանդվեն և համանունքն էլ պոկենք պատից։ Եվ շարունակում ենք հարել։ Հարում ենք այնքան, մինչև զանգվածի վրա պղպջակներ առաջանան։ Կարծում մոտ 10-ից 15 րոպե։ Թաթիկի վրայից կարել է խճողակը մաքրել և սա տեղադրելու ենք բաժակների մեջ, այսինքն եփելու ենք երշիկը բաժակների մեջ։ Հիմա կասեմ, թե ինչպես։ Ահա, տեսեք, այսպիսի զանգված ենք ստանում։ Վերցնում ենք հաղճապակու բաժակը, յուղում ենք այն հատակով և պատերով, կյուղենք բուսայուղով։ Մանրամասը յուղելուց հետո խճողակը արդեն կարելի է լցնել։ Լցնում ենք բաժակի 3/4-ը։ Կեսից մի քիչ շատ։ Վրան քաշում ենք սննդային թաղանթ։ Այնուհետև վերցնում ենք մեծ կաթսա, լաթի մաքուր կտոր ենք դնում հատակին և շարում ենք լցոնած բաժակները։ Սառը ջուր ենք լցնում, այնքան, որ հասնի բաժակի կեսին։ Լաթի կտորը չմոռանաք։
ծածկում ենք կափարիչով եւ հասնում եռման աստիճանի։ Հենց հասավ եռման աստիճանի, կրակը իջեցնում ենք եւ մարմանդ կրակի վրա եփում ենք 35-ից 40 րոպե եւ երջիկը պատրաստ է։ Երջիկը արդեն պատրաստ է։ Հարկավոր է ընդամենը հանել։ Դուրս կգաս, այո, դուրս կգա, ասաց, որ դուրս կգա։ Տեսնենք, թե ինչպես է ստացվել։ Իհարկե հարկավոր է ուտել սառելուց հետո, բայց ես անհամբեր եմ հիմա կփորձեմ։ Պատրաստեք եւ ամբողջունեք։ Եփովի երշիկ։ Հավի կրծքամիսը սխտորի մի քանի պճեղի հետ աղալ, ձու կաթ լցնել, աղանել, գործիքով հարել։ Համեմունքները խառնել, տրորած հիլ, մաշկնկույզ, քարի, սև պղպեղ, շաքարավազ, աղ, օսլա վերցնել, խառնել, լցնել մսի վրա, միասին մոտ 10 րոպե հարել։ Հաղճապակե բաժակի հատակն ու պատերը բուսայուղով օծել, խճողակ լցնել, պետք է խճողակը բաժակի 3/4 չափը չանցնի։ Բաժակներին առանձին սննդային թաղանթ քաշել, կողքերից ամրացնել, դնել հատակին լաթ դրած կաթսայի մեջ։ Կաթսայի մեջ այնքան սառը ջուր լցնել, որ հասնի բաժակի բարձրության կեսին։ Կաթսայի վրա կափարիչ դնել, կրակին հասցնել եռման աստիճանի, ապա կրակն իջեցնել, մարմանդ կրակով եփել 35-40 րոպե։ Գազարի մեջ եղած կարոտինը յուրացվում է յուղային միջավայրում, վերածվելով A վիտամինի։ Այսօր գազարով կպատրաստենք նախաճաշ։ Պլիտներ ենք պատրաստելու։ Այն շատ օգտակար է թե մեծերի, թե փոքրերի համար։ Սկսենք հենց նրանից։ Քերում ենք 1.5 գազար, քերիչի մանր անցքերով։ Այսա քեզ չես կարող ասել, որ չեմ տվել։ Կարևորը գազարի քանակը չի, կարևորը սրտանց եմ տալ։ Այդ ժամանակ ճիշտ է յուրացվում կարոտինը և վերածվում է A վիտամինի։ Փոքրիկ կաթսայի մեջ կարակ ենք դնում, մոտ 1 թեյ գտա, այսքան։ Լցնում ենք կես բաժակ ջուր, ծածկում ենք կափարիչով և խաշում ենք այնքան, մինչև գազարը փափկի։ Ահա
տեսեք, գազարը բավականաչափ փափկել է։ Հենց այս պահին վերցնում ենք գազօջախից, համեմում ենք աղով, շաքարավազով, ավելացնում ենք սպիտակաձավար, որից հետո տրորում ենք կատնաշոռը և լցնում վրան։ Տեսեք, հավասար բաղադրիչները խառնվեցին։ Ավելացնում ենք սպիտակոց, քանդենք հյուսվածքները և ավելացնենք վրան։ Այ հիմա այնքան ալյուր ենք ավելացնում վրան, մինչև զանգվածը ձևը պահի։ Որովհետև մեզ անհրաժեշտ կլինի տափողակներ ձևավորել և տապակել։ Քանի որ ասեցի տապակել, կարելի է արդեն տապակը դնել գազօջախին։ Իսկ տապակելու ենք տափողակները հուսայով։ Տեսեք, ձևը պահում է։ Ավելի շատ պետք չի պնդացնել։ Կանաչ հարթության վրա լցնում ենք ալյուր, վերցնեմ սիրելի գործիքը, ալերապատեմ, ձեռքերն էլ և սկսենք ձևավորել տափողակը։ Այսպես գցում ենք ալյուրի մեջ։ Տափողակի ձև ենք տալիս։ Այս խեղճ դեղին հարթության վրա ենք տեղափոխում։ Փոքր է դրա համար ասացի խեղճ։ Եվ շարունակում ենք ձևավորել տափողակները։ Երկու կողմից կտապակենք, կտեղափոխենք ջեռոցի տապակի վրա և կուղարկենք ջեռոցը։ Ջեռոցն էլ կարելի է միացնել, թող տաքանա, որպեսզի ժամանակ չկորցնենք։
170 աստիճանով։ Յուղում ենք սա, բուսայուղով։ Երկրորդ կողմն կարմրի եւ տեղափոխեմ։ Հիշեցնեմ ջեռոցը միացրել է 170 աստիճան, իսկ թողնում ենք այնտեղ տափողակներ թխվեն 10 րոպե, որից հետո կարելի է ամբոշխնել, բայց կասեմ ինչով։ Բլիթները կարող եք մատուցել պաղ-պաղով, մուրաբայով կամ թթվասերով, բայց առաջարկում եմ իմպրովիզացիա անել։ Պատրաստենք սոուս։ Վերցնում ենք սերկեֆիլի հատիկները մուրաբայից։ Ավելացնում ենք կիտրոնի կեղև, որ հիմա քերիչով կանցկացնենք։ Վերցրեք կիտրոնի միայն կեղևի դեղին մասը։ Հարում ենք սա։ Բաց թող հարիչ։ Հարված սերկեֆիլին ավելացնում ենք պաղ-պաղակ վանիլային։ Արդեն գթալով ենք հարում, որ հեղուկ չդառնա, սոուսը տեսեք։ Եվ հենց սրանով էլ կմատուցենք։ Գազարով և կաթնաշոռով բլիթներ։ Գազարը մանր քերել, կարագ դնել, մոտ կես բաժակ ջուր լցնել, եփել մինչև գազարը փափկի, կաթսան վերցնել կրակից, աղ, շաքարավազ, սպիտակաձավար լցնել, լավ խառնել, ապա տրորած կաթնաշոռ, ձվի հարած սպիտակուց ավելացնել, այնքան ալյուրել լցնել, որ ձևը պահող զանգված ստացվի։ Զանգվածից մոտ 1 ճաշի գթալի չափ ալյուրի մեջ գցել, տափողակ ձևավորել։ Տափողակները բուսայուղով երկու կողմից տապակել, տեղափոխել ջեռոցի տապակի մեջ, 170 աստիճան տաք ջեռոցում եփել 10 րոպե։ Սոուսի համար սերկեֆիլի մուրաբան, կիտրոնի քերած կլեպը հարել, վանիլային պաղպաղակ ավելացնել, խառնել, մատուցել բլիթների հետ։
Թթվասերը լինում է 10-ից 58% յուղայնության։ Մենք այս բլիթների համար նախատեսել ենք 20%-անոցը։ Ինչու՞։ Որովհետև 20%-անոց թթվասերի մեջ շատ կալցիում կա եւ քիչ յուղ։ Ահա թե ինչու։ Այսօր էլ այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։